Կիրակին Վահանավանքում մարդաշատ էր ու տոնական։ 6 տարվա ընդմիջումից հետո կայացավ Կապանյան ձմեռը։ Տարիներ շարունակ համայնքում պահպանվող ավանդույթը կրկին համախմբել էր քաղաքացիներին։ Հաճելի է տեսնել նման միջոցառում կրկին Կապանում, որովհետև դեռ խորհրդային տարիներին այս ավանդույթը կար եւ այդ ավանդույթը ամեն տարի Կապանյան ձմեռ։ Ես արդեն չեմ կարող ասել ինչ ձևաչափով, բայց ավելի հետաքրքիր երևի թե անում էին Կարմրաքարում, որ խորհրդային տարիներին միութենական նշանակության ձմեռային հանգստի տեղեր, շատ հետաքրքիր է, շատ հաճելի է։ Հիմա այս մի քիչ կտեսնեմ, կփորձեմ հասկանալ ինչ նորություն կա, ինչ է փոխվել։ Սպասված միջոցառումը կարճ ժամանակում կյանքի կոչվեց Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ։ Համայնքապետարանի եւ մշակույթի կենտրոնի աջակցությամբ էլ օրը հագեցած էր մարզական խաղերով, կենդանի երաժշտությամբ ու համեղ հյուրասիրությամբ։ Տրամադրությունը իսկապես ձմեռային է, տոնական է, քանի որ Կապանում շատ հազվադեպ է ձյուն տեղում եւ նման առատ կերպով եւ այս տարի այսպիսի ձյունառատ ձմեռ լինելով որոշեցինք շատ կարճ ժամանակահատվածում կազմակերպել Կապանյան ձմեռ 2026-ը, քանի դեռ ձյունը դեռ չի հալել։ Ով առաջինը կգրավի դրոշը, կձգի պարանը կամ ձնագնդիկը կնետի ցանցի մեջ։ Հայտնի խաղերը Վահանավանքում ձմեռային շունչ էին ստացել։ Համառ պայքարից հետո հաղթող թիմերն արժանացան նվերների։ Թեյ խմել, ջնեմարդ կեմ պարտաստեմ, սանրակով քշել եմ։ Հիասքանչ ընտանեկան տոն է, Կապանյան ավանդույթները շարունակվում են։ Տրամադրությունը շատ բարձր է, տոնական մթնոլորտ է այստեղ տիրում, երգում են, խաղում են։ Մի խոսքով ծանոթ ու անծանոթ կապանցիներն ունեցան եւս մեկ հիշարժան օր հարազատ քաղաքում։ Մնում է սպասել ձյան շռայլությանը հաջորդ Կապանյան ձմեռը նույն ոգով տոնելու համար։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։